Շնորհակալ եմ, հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի աշակերտներ, պարոն փոխնախարար, ակնհայտ է, որ երիտասարդական քաղաքականության մասին օրենքի նախագիծը եւ գիծ օրենքների նախագծերը միտված են այս ոլորտում կարգավորումների եւ իրավահարաբերությունների հստակեցմանը, սակայն այս համատեքստում ուզում եմ խոսել երիտասարդության, կրթության եւ զբաղվածության թեմայի մասին, քանի որ հատկապես Հայաստանում, մեր երկրում եւ հատկապես մարզերում երիտասարդների զբաղվածությունը շարունակում է մնալ չլուծված հարց, իսկ դրա հիմնական աղբյուրները բազմաշերտ են, սկսած սոցիալ-հոգեբանությունից մինչև կրթություն, ինչը շատ կարևոր է։ Կարծում եմ նախորդ տարիներում մեզանում կրթության նկատմամբ վերաբերմունքն է հասցրել այդ վիճակին, ինչը որ մենք ունենք այսօր, եւ ցավալիորեն շատերը չեն էլ նկատում կամ չեն էլ ուզում նկատեն կրթության ուղիղ կապվածությունը բարեկեցիկ կյանքի, լավ աշխատանքի եւ այլնի հետ, եւ սա տարիների ընթացքում ձևավորված բավականին վատ կարծրատիպեր են, որը պետք է իհարկե բոլորիս ջանքերի շնորհիվ ինչ-որ մի կետում կոտրվի, եւ այս առումով մեզանից պահանջվելու է ոչ միայն պետության աջակցությունը, այլ նաեւ անհատական ջանքերը, եւ պետք է նշեմ, որ պետության կողմից իրականում այսօր էլ կատարվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են այս կարծրատիպերի փոփոխությանը եւ որոնք որ բարելավելու են կրթական միջավայրը, փոխելու են բովանդակությունը, ինչպես նաեւ բավականին ծրագրերի շարքում պետք է նշեմ նաեւ համընդհանուր հայտարարման ծրագիրը, որի միջոցով որոշակի կերպով թոթափում ենք նաեւ ֆինանսական բեռը, որոնք որ դրված են սովորողների վրա, այսպիսով ավելի հեշտացնելով եւ ներառական դարձնելով կրթությունը, սակայն միայն պետության վրա հիմնվելով եւ պետության աջակցությամբ նման վերաբերմունքի փոփոխությունը բավարար չէ, եւ այս համատեքստում նաեւ չեմ կարող չնշել ու պետք է շնորհակալություն հայտնեմ հատկապես վարչապետի տիկնոջ Տիկին Աննա Հակոբյանի կողմից առաջ քաշված կրթությունը նորաձև է նախաձեռնությունը, որը իրենով միտում ունի փոխելու վերաբերմունքը կրթության նկատմամբ եւ առաջ քաշելու առաջնորդությունը կրթելու եւ կրթվելու հարցում, եւ կարծում եմ, որ նման նախաձեռնությունները թե անհատական մակարդակում եւ թե մասնավորի եւ թե հանրայինի կողմից ցանկացած հարցում ողջունելի եւ խրախուսելի են։ Շնորհակալ եմ։